Սիրելի հայրենակիցներ, այսօր ես խոսելու եմ ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ սրտով։ Սրտով մի հայի, որի արմատները 1915-ի ողբերգությունից հետո սփռվել են աշխարհով մեկ։ Մենք ապրում ենք ծանր ու ճակատագրական ժամանակներում։ Մեր արժեքները խարխլվում են։ Մեր պետական համակարգը քայքայվում է։ Մեր հասարակությունը պառակտվում է կեղծ ու կործանարար օրակարգի ներքո։ Սա պարզապես քաղաքական ճգնաժամ չէ։ Սա դավաճանություն է մեր ժառանգությանը, մեր արժանապատվությանը եւ մեր ապագային։ Բայց եկեք հիշենք, թե ով ենք մենք։ Մենք այն ժողովրդի ժառանգներն ենք, որը բազմիցս վերածնվել է մոխիրներից հրաժարվելով անհետանալ։ Նույնիսկ խորհրդային սահմանափակումների պայմաններում Հայաստանը ուներ իր ձայնը, իր արժանապատվությունը, նույնիսկ սեփական արտաքին գործերի կառույցը։ Դա մեր համազգային ուժի, կենդանի սփյուռքի եւ անկոտրում ոգու վկայությունն էր։ Այդ նույն ոգին այսօր կրկին պետք է արթնացնել։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը փոխվում մեր աչքերի առաջ։ Ձևավորվող նոր աշխարհակարգը հիմնվում է ոչ թե արդարության, այլ կոպիտ ուժի վրա։ Ինչպես մեծ Հովհաննես Թումանյանն էր ասել, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Եվ առնվազն միամտություն է հավատալ, որ նրանք, ովքեր դարեր շարունակ փորձել են վերացնել մեր ազգը, հանկարծ կընտրեն խաղաղ համակեցությունը։ Այն էլ էս պարագայում, էս պայմանների մեջ հիմա։ Պատմությունը մեզ այլ բան է սովորեցրել։ Ժամանակն է արթնանալու։ Այսօր մեզ առաջարկվող խաղաղությունը խաղաղություն չէ, դա հանձնում է, դա հայկական պետականության դանդաղ մարումն է, և լռությունը դառնում է մեղսակցություն։ Մենք իրավունք չունենք լռելու, երբ հայրենիքը մարում է մեր աչքի առաջ։ Ես գիտեմ, Սփյուռքում հազարավոր հայեր տարիներ շարունակ կանգնել են Հայաստանի կողքին, հավատքով, աշխատանքով, նյութական աջակցությամբ։ Բայց անարդարությունն ու անօրինականությունը հիասթափություն են բերել։ Այդ հիասթափությունը պետք է փոխարինել նոր հավատով։ Հավատը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի փրկության աղբյուրը։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր փորձում են շահել այս ողբերգությունից։ Թող լսեն այս ճշմարտությունը։ Դուք չեք շահելու։ Դուք կորցնելու եք ամեն ինչ, եւ ամենակարևորը ձեր պատիվն ու հոգին, եթե դեռ ունեք։ Սփյուռքի սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե Հայաստանը ընկնի, այդ ցավը ու ամոթը կհասնի աշխարհի յուրաքանչյուր հայի։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Եվ դեռ ուշ չէ։ Այս պահը ճակատագրականն է։ Կոչ եմ անում բոլոր հայերին միավորվելու մեր համազգային նպատակների շուրջ։ Միայն միասին մենք կարող ենք վերականգնել մեր ապագան։ Եվ հենց այդ նպատակով էլ ստեղծվել է համահայկական հասարակական դաշինքը, որպես միասնական հարթակ Հայաստանի և Սփյուռքի համար, որպես ազգային կամքի կենտրոնացում։ Դաշինքի խորհրդանիշները նույնպես խոսում են այս գաղափարի լեզվով։ Դրանց սրտում դրված հավերժության նշանը մեր ժողովրդի և հայկական պետականության շարունակական գոյության խորհրդանիշն է։ Արարատ լեռը մեր սրբազան պատմական հիշողությունը և Սփյուռքի ու մայր հայրենիքի անխախտելի միասնությունը։ Իսկ կապույտ խորապատկերը խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի մեր
տեսլականն են։ Դաշինքի նպատակն է ձևավորել այնպիսի հզոր հանրային կարծիք, որ յուրաքանչյուր հայ իր ընտրությունը կատարի ազգի իրական շահերից ելնելով։ Սիրելի հայրենակիցներ, մեր պատմությունը մեզ սովորեցրել է մեկ ճշմարտություն. երբ հայը միասնական է, նա անպարտելի է։ Այս գոյաբանական պահին եկեք մի կողմ դնենք մեր անձնական ու կուսակցական տարբերությունները եւ խոսենք մեկ ձայնով, միասնական, անկախ եւ ուժեղ հայրենիքի համար։ Հայրենիքի, որը ազատ է նվաստացումից եւ արժանապատվության կորստից։ Խորհրդորում եմ, միացեք դաշինքին, ստորագրեք համահայկական հռչակագիրը։ Միասին մենք կարողանանք պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պահպանել մեր ազգային ու հոգևոր ժառանգությունը եւ ապահովել արժանապատիվ ապագա մեր երիտասարդների համար։ Գործելու պահը հիմա է։ Աստված օգնական մեր ժողովրդին։